այդ ազգը չի զարգանա, արագ չի գնա։ Շատ հազվադեպ, բայց լինում է, որ երկու ճյուղերն էլ, մայրական ազգներ, հայրական ազգներ փակված են։ Դա սարսափելի իրավիճակ է։ Մարդիկ բացարձակապես փող չեն ունենում, ինչ ունենում դա կորցնում են, մարդիկ անձնական երջանկություն չեն ունենում, ինչ ունենում դա քանդվում է, մարդիկ երեխաներ չեն կարողանում ունենալ, եթե երեխաներ ծնվում են, երեխաները գենետիկ հիվանդություններ ունեն, այնպիսի հիվանդություններ, որ անբուժելի են, կամ ծնված երեխաները նույնիսկ մի քանի օր չեն ապրում, անընդհատ մահանում են, կամ այդ ազգի կանայք մահացած երեխաներ են ծննդաբերում, իրենք 9 ամիս պահում են հղիությունը եւ մահացած երեխա են ծննդաբերում, այդ երեխան չի շնչում, չի ապրում կյանքի մեջ։ Բացի դրանից, որ ազգի վրա, որ երկու կողմից կա կատարված այդ անեծքի գործողությունը, երկու տոհմածառը փակված է, երկու եւ հայրական եւ մայրական, այդ ազգի մեջ տարածված են թմրամոլությունը, խաղամոլությունը, հարբեցողությունը, կախվածությունը ալկոհոլից, սպիրտից, անառակաբարոք կյանքն է կախված այդ ազգին տված, շատ դեպքերում եւ տղամարդիկ եւ կանայք անընդհատ ամուսնանում, բաժանում են, շատ դեպքերում չեն կարողանում ամուսնանալ, բայց նաեւ ամուսնանում, բաժանում են, ամուսնանում, բաժանվում են, այդ ազգի մեջ նույնիսկ անընդհատ այդ ընտանիքի մեջ թե տղամարդ, թե կին արմատ իրենց մոտ սիրելիներս մի ընտանիքի մեջ անընդհատ երեխաները կարող են մի հորից լինեն, տարբեր մորից լինեն, մի մորից լինեն, տարբեր հորից լինեն, այսինքն այդ տան մեջ ընտանիք հասկացողությունը, օջախ հասկացողությունը դա չի զարգանում։ Կան այսպիսի դեպքեր, երբ որ ուզում եմ հատկապես այդ ուղղության վրա նաև ուշադրություն դարձնեք, որ երբ որ ազգի մեջ ամուսնանում են առանց 7 սերունդը, երբ որ իրարից բաժանված չէ, այսինքն արունը ամուսնանում է արունի հետ, դա նույնպես համ անեծք է բերում այդ ազգի վրա, դա նաև անեծքի պատճառն է, սիրելիներս, հատկապես էզոտերիկները, էքստրասենսները նման դեպքերը, երբ որ արուն է ողդորվում, դա համարում են, երբ որ ազգի մեջ կա արունակիցը քնում է արունակցի հետ, դա ցույց է տալիս, որ հենց այդ ազգի վրա կատարված է այնպիսի անեծք, որ իրենք շնաբարոք կյանք վարեն։ Գիտեք ինչ, երբ որ կենտանակերպի բոլոր կենտանական աշխարհի մեջ ոչ մի կենտանի ինքը իր քրոջ, եղբոր, մոր, հոր, ծնողի հետ սեռական հարաբերություն չի ունենում, նույնիսկ կենտանական աշխարհի մեջ, երբ որ ասենք այրուզները մեծանում են, իրենք հատուկ այնպես են հեռանում, իրենց այնպես են դասավորում, որ իրենց ազգի մեջ արու քույր ու եղբայր, հարազատներ, արունակից, իրենք իրար հետ չեն սեռական հարաբերություն ունենում։ Նման սեռական հարաբերություն միայն ունենում է շունը եւ իր ծնողի հետ է լինում եւ իր զավակի հետ է լինում, հասկանում ես, դրա համար ինչու է ազգի մեջ ընդունված, որ ասում են շուն է դարե, անկան անբարոյական է, որ շուն է, ճիշտն ու սխալը չի ճոգում, հարազատն ու անհարազատը չի ճոգում, եւ շատ դեպքերում, երբ որ ազգի մեջ լինում է նման իրավիճակներ, հատկապես մանկապղծություն, քուրը քրոջ հետ քնել, հայրը զավակի հետ քնել, հայրը երեխայի հետ, մայրը իր տղայի հետ, այդ ազգը լրիվ արունը ողդորվում է, բայց դա էլ գալիս է այն պատճառով, որ այդ ազգը ինքնըստինքյան արդեն նախորոք անիծված ազգ է։ Գիտեք ինչ, դա ոնց որ կախարդական շղթա լինի, երբ որ այժմ հանդեպ սխալ գործողություն են կատարում, արունը արունի հետ սեռական հարաբերություն է ունենում, այդ ազգը անիծվում է եւ հետագայում իրենց ազգի մեջ երեխաներ